Վերջին օրերին Հայաստանում հեղուկ գազի սուր դեֆիցիտ է առաջացել։ Որոշ լցակայաններում հեղուկ գազնի սպառ բացակայում է, որոշներում էլ այն կտրուկ բարձրացել է, հասնելով 270-ից 300 դրամի։ Հեղուկ գազի շուկայում տիրող քաոսի պատճառով վարորդներից շատերը կամ հրաժարվել են մեքենա վարելուց, կամ այլընտրանք են գտել։ Ես քշում եմ հեղուկ գազով, շատ վատ վիճակ է, համարյա բենզինով եմ քշում, էլ հեղուկ չկա որ լցնեմ։ Շրջապատում մեքենաներ կանգնած են, չկա գազ չունեմ որ լցնեմ։ Շատ տեղերում գազ չկա, երևի էս պատերազմն է էլի պատճառը։ Բայց այդ գներից տաքսու գները փոխվում են։ Չէ, ես չեմ փոխել։ Գազի վիճակը շատ վատ է, որը շատ թանկ է։ 270 դրամ, 300 դրամ են ծախում։ Ինչ անի վարորդը։ Ոչինչ կամ չքշեն ճիշտ է։ Դիմանան վարորդները։ Ամեն ինչ կա, sense բաներիա դիմացել է ժողովուրդը։ Իրազեկ եւ պաշտպանված սպառող հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը ստեղծված իրավիճակը պայմանավորում է ոչ միայն մերձավոր արևելքում տեղի ունեցող իրադարձությունների եւ վերին Լարսի անցակետով անցնող ճանապարհի պարբերաբար փակման, այլև ներքին գործոնների հետ։ Ունենք բազմաթիվ գազալցականներ, ովքեր աշխատում են այսօր վարդրությամբ կտրոններով, այսինքն ովքեր ունեն չեք կտրոն, նրանք կարող են լիցքավորել, ովքեր չունեն, չեն կարողանում։ Բացի դա բնական էր, եթե մենք ունենալու ենք շուկայում դեֆիցիտ, չի կարա առաջարկ պահանջարկի սկզբունքով գների թանկացում տեղի չունենալ, դերևս այստեղ եթե մենք մտածում ենք, որ ես ամեն դեպս մտածում եմ, որ եթե անհրաժեշտ է հայտարարված գների կարգավորում եւ դրա նկատմամբ հսկողություն, ապա օրենսդրական կարգավորումներ են անհրաժեշտ, որովհետեւ գործող կարգավորումներով շատ բարդ կլինի իրավաչափ վարչարություն իրականացնել։ Միջամտել այո կարող է, որը կունենա կանխարգելման էֆեկտ, բայց դրանք կարճաժամկետ էֆեկտ կունենան, երկարաժամկետ կտրվածքով այստեղ անհրաժեշտ են փոփոխություններ։ Փորձագետը խնդիրը էկոնոմիկայի նախարարության աշխատելավոճի մեջ է տեսնում։ Ասում է, եթե տարածաշրջանում պատերազմական իրավիճակ է, պետությունը մեկ քայլ առաջ պետք է մտածի։ Պետությունները նրա համար են, որպեսզի կանխատեսեն պրոցեսներից ելնելով որոշակի հնարավոր ելքեր եւ միջոցառումներ ձեռնարկեն կանխելու համար ճգնաժամ։ Ավելին, երբ արդեն մտնում են ճգնաժամի, ունենան ճգնաժամային կառավարման պլան եւ առաջնորդվեն այս կառավարման պլանով։ Եթե մեկ ոչ կանխարգելում ենք, ոչ ունենք պլան, այս ճգնաժամը, որ սկսում է մուտք գործել, շատ ավելի արագ է տարածվում։ Պիպոյանի փոխանցմամբ իրավիճակը կարելի էր կանխարգելել։ Շատ հանգիստ կարելի էր ի սկզբանե աշխատել տնտեսվարողների հետ եւ պարզ դարձավ, որ Լարսում խնդիր առաջանում։ Հասկանանք, որքան է կազմում մեր իրական պաշարները։ Իսկ ուր մնաց Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի մատակարարումն, ասում է Պիպոյանն ու ընդգծում։ Բա հենց հիմա էր այդ ադրբեջանական ճանապարհը թվացial պետք, բախի չեկավ։ Թե միտումնավոր չեկավ, որ դա դառնա քարոզչություն, որ տեսեք, այ ասում եք լավ բան չի, բայց դե հիմա տեսեք, որ եթե չկա, ինչ խնդրի առաջ են կանգնում։ Մեր իրականությունը հետևյալն է։ Այնտեղ որտեղ հարցը պետք է քննարկել տնտեսական հարթության մեջ, սա գալիս է քաղաքական հարթություն, որ լղոզվի, ասեն, հա ինչ վատ է, որ դա մեր ինքնիշխանությունն է եւ այլն ազատությունն է։ Այնտեղ որ հարցը պետք է քաղաքական հարթության մեջ դիտարկել, ասում են, հա բայց այս հարցը եք քաղաքական հարթության մեջ դիտարկում, տնտեսական հարցը բիզնեսը ինչ ուզում բերում է։ Էկոնոմիկայի նախարարությունն անդրադարձել է Հայաստանում հեղուկ գազի մատակարարման հետ կապված իրավիճակին, հանդես եկել չեզոք հայտարարությամբ։ Լարսի անցակետում առաջացած կուտակումների եւ լոգիստիկ ժամանակավոր դժվարությունների պատճառով հեղուկ գազ տեղափոխող որոշ բեռնատարների մուտքը Հայաստան ուշացել է, ինչն ազդել է շուկայում մատակարարումների բնականոն ռիթմի վրա։ Պատասխանատու պետական մարմինները մշտական կապի մեջ են ներմուծող ընկերությունների եւ գործընկեր կառույցների հետ իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու եւ շուկայի բնականոն մատակարարումը վերականգնելու նպատակով։ Շուկան գտնվում է մշտադիտարկման ներքո եւ պատկան մարմինները հետևում են իրավիճակին, բացառելու անհիմն գնաճն ու հնարավոր սպեկուլյատիվ դրսևորումները։ Որքան էլ գերատեսչությունից պնդում են, թե հետևում են գնաճին, այնուամենայնիվ հեղուկ գազի շուկայում առաջնորդվում են բիզնեսի կանոններով։ Եթե չկա վերահսկողություն, չկա արգելող օրենք, տնտեսվարողն ինքն է որոշում վաճառքն ինչ գնով իրականացնել։ Համեմատության համար պարզապես նշենք, որ նախորդ տարիներին տարվա այս եղանակին հեղուկ գազի գինը տատանվում էր 120-ից 150 դրամի սահմաններում։ Հասմիկ Վահրադյան, Բեն Անտոնյան, Արմանուր։